Ես նոր եմ հասկանում, թե երիտասարդ սերնդին ոնց են այսքան տարի մոլորեցրել հոկտեմբեր 27-ով, մարտի 1-ով, բայց գյուղից մարդ կա, Ժորժ ջան, այստեղ, հիշողություն կա, մանրամասը սկսենք հոկտեմբեր 27 անդրադառնալ, անցագիրը ոնց իջեցած, նայեք, հատկապես այն բոլոր մարդիկ, որ չեն հիշում 99 թվականին այս մետալիսկատեր չկար, ով մինիստրների հետ գործ ուներ կարողանում էր ազգային ժողով մտնել։ Նեն չի որ ՊՊՑ-ն այն ժամանակ բաներ, ձեր սիրած ՊՊՑ-ն։ Սասուն Միքայելյանը սա չարի բոգեր Ռոբերտ Քոչարյան։ Բա Արամ Զավենի Սարգսյանը ողորմի ձեր սպանած, Մանվել Գրիգորյանի ու Սեյրան Սարոյանի գլխավորությամբ ո՞նց են այդ կորտեժներով ամեն օր գալիս կառավարության շենք։ Ո՞վ էր տերուտ իրականը Հայաստանում։ Ո՞վ էր գլխավոր դատախազը։ Ո՞նց էր երկրապան ամբողջ օրը կառավարության շենքում։ Ո՞վ էր տերուտ իրականը։ Չեք հիշում։ Չեք հիշում դրա համար օգտվում են ու կեղծում են պատմությունը։ Այդ ժամանակ նախաքննության տերուտ տիրականը եղել է Արամ Զավենի Սարգսյանը, Ջանգիրյան Գագոն, մնացածը, որ ինչ ուզեցել են դրանց գլխին արել են, ինչ ուզեցել են արել են, 8 տարի էլ ունեցել եք, տանեիք գեղունները, հանեիք ասեք դե պատմի ճշմարտությունը, որտեղ դուք գիտեք ճշմարտությունը, որտեղ դուք գիտեք, ինչ վերաբերում է Վազգեն Սարգսյանին, ժողովուրդ, Վազգեն Սարգսյանի անունը չտակ, մեղ կա, երբ որ ասում են Տիգրանաշենը անկլավա դուք Վազգեն Սարգսյանի նորից եք թաղում, Վազգեն Սարգսյանի պոյս տվեք, 98 թվականի հունվարի իր հայտնի Զինուժի մամուլի ասուլիսը լսեք, թե Ռոբերտ Քոչարյան, Վազգեն Սարգսյան, ինչ համագործակցություն է եղել, Տիկին Յոլյան, շատ ցավում եմ, որ դուք չենք ընտրվել, բայց ավելի լավ է սկզբունք պահել, քան վիզը ծռած ինչ-որ քվեից ակնկալել։ Ավարտեք։ Սկզբունքով Սարգսյան Արտուրն է, որ ոչ մի բանի առաջ չկանգնեց, դրա համար այսօր զրկված է ազգային ժողովի Պարոն Մանուկյան, ավարտեք։ Հարգելի գործընկերներ, մի հատ կարող եք ինձ բացատրել ձեր ելույթները ինչ կապ ունեն կառուցվածքային փոփոխության հետ կառավարության։ Ասելիք ունեիք, ասեցիք, վերջացրեցիք, всё, մնացեք օրակարգի մեջ այսուհետ։